Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցել ենք սոցիոլոգիական գիտությունների տեխնացու Հայկ Տրունյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Տրունյան։ Շնորհակալ եմ, որ կրկին անգամ ընդունել եք հրավերը։ Վերջին այն հարցը, որով մենք ավարտեցինք նախորդ հարցազրույցը, շատերին հետաքրքրեց, ուստի ես այսօր հենց այդ հարցից էլ ուզում եմ սկսել մեր այսօրվա զրույցը։ Եվ այսպես մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես է հնարավոր աշխատել հասարակության հետ։ Ես այժմ այսպիսի հարց տամ. տարբեր քաղաքական ուժերը հիմա պատրաստում են գովազդային հոլովակներ, նախընտրական գովազդային հոլովակներ, այդ հոլովակները ուղղված են ընտրողին, ուղղված են հասարակությանը։ Եվ իմ հարցն է, արդյոք դա այդ ուղերձները ընկալելի են հասարակության համար, եւ ինչ էր մենք խոսում էինք նրա մասին, թե պետք է ձևավորել հասարակությունը, ինչպես ձևավորել հասարակությունը, ինչ է նշանակում սոցիալ ինժեներինգ։ Ահա այս թեման է, որով ես ուզում եմ սկսել, որից ուզում եմ սկսել մեր զրույցը։ Մեծ հաճույքով ես ուզում եմ սկսեմ նրա մասին, որ ցավոք մենք մեր հասարակությանը չենք ճանաչում։ Եվ ընտրական արշավից, երբ որ սկսում ես հետազոտել որպես մասնագետ, թե ինչ են ներկայացնում կամ ինչ են ուզում հասարակությունից ստանալ տարբեր քաղաքական ուժեր, երևում է, որ այդ ուժերը հասարակությանը այդքան էլ խոր չեն ճանաչում, ֆունդամենտալ չեն ճանաչում, այլ ճանաչում են մակերեսային կամ փորձում են հույզերը հասարակության օգտագործեն կարճ ժամանակի արդյունք ստանալու համար, ու դրանք արդեն մանիպուլյացիոն ինստրումենտ են։ Social engineering-ը դա տեխնոլոգիա է կամ էլ գիտություն է, որը զբաղվում է նրանով, որ ձևավորում է հասարակությանը, ու դա ոչ թե ոչ դրական, ոչ բացասական թերմին է, այլ թերմին է, որը զբաղվում է հենց հասարակության ձևավորումի հարցով։ Դա երբ որ դու ունես գլխավոր գաղափարախոսություն ու դրա 4 կողմը ուզում ես ձևավորես քո հասարակությանը, որ հասարակությունը հասկանա ուր ենք մենք գնում, ինչի համար ենք գնում, ինչ քայլերով դրան պետք է գնանք, սրա մեջ մտնում է եւ քո կրթական սիստեմը, մշակութային սիստեմը, որի միջոցով դու քո հասարակությանը տանում ես այն ուղղությամբ, որտեղ արդեն պետք է գնաս ընտրելով քո գաղափարախոսությունը։ Բայց social engineering-ը ունի եւ մանիպուլյացիոն ինստրումենտներ, որի միջոցով արդեն մարդկանց մանիպուլյացնում են, որ մարդիկ ընդունեն այս կամ այն որոշումները։ Ցավոք քաղաքական դաշտում social engineering-ի այդ մեծ հնարավորություններից օգտագործում են մենակ մանիպուլյացիոն ինստրումենտները, որը բերում է նրան, որ մարդկանց էմոցիաների վրա խփելով կամ ազդելով ստիպում են կամ բերում են նրան, որ մարդիկ այս կամ այն որոշումները կայացնեն։ Սա ցավալի է, որովհետև դա բերում է նրան, որ արդեն հետաքրքիր չի խոր հետազոտես հասարակությունը, խոր հասկանաս հասարակության ցավերը, պոտենցիալը, կապիտալը մարդկային, որտեղ երբ որ դրանով եթե ուզում ես զբաղվես, մեծ աշխատանք է պետք, մասնագետներ են պետք, երկարաժամկետ տեսլական է պետք, բայց քաղաքական դաշտում մենք եկել ենք նրան, որ այսօրվա ոչ թե մենակ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ռեալ պոլիտիկը դա սիտուացիոն ղեկավարությունն է, սիտուացիոն որոշումներ կայացնելն։ Ասեմ ավելի ցավալին մի բան, արդեն պոլիտիկների մակարդակն է շատ ցածրացել ու կառավարումներն անում են ոչ թե պոլիտիկները կամ առաջնորդները, այլ անում են կլերկները, չինովնիկները, որոնք այսօր իշխանության հնարավորություն ունեն եւ իրենց անձնական շահերը ձևավորելու կամ իրականացնելու համար օգտագործում են այն ռեսուրսները, որոնք ունեն։ Մեր հասարակությունը իրականում շատ հզոր է։ Ես արդեն մի քանի տարի փորձում եմ հետազոտություններ անեմ հայկական հասարակության, հայկական սոցիոլոգիայի խորքայինության խնդիրները եւ դրական կողմերը։ Ու եկել եմ նրան, որ մենք մեր հասարակությանը ոչ թե չենք ճանաչում, այլ իրանից սպասողական ունենք մի բան, որ իրականում չկա։ Օրինակ, մեր հասարակության մեջ ընտանիք գաղափարը վերջի 150 տարվա ժամանակ 4 անգամ փոխվել է։ Մինչև ցեղասպանությունը ընտանիքը հայկական ազգի մեջ մեր համար եղել է գերդաստանի գաղափարով։ Գերդաստանն է եղել ընտանիքը, ոչ թե փոքր ընտանիք, այլ ռեալ մեծ ընտանիքը կոչվելուց եղել գերդաստան, որտեղ տարբեր սերունդներ են եղել եւ վերտիկալ եւ հորիզոնտալ, ու դա բերել է նրան, որ մեր համախմբությունը եւ իրար հետ մի գործ անելը եղել է ռեալ process եւ սովորական process հայի համար։
Ցեղասպանությունից հետո մենք Գերդաստան ընտանիք գաղափարը կորցրեցինք։ Տարբեր արդյունքներից հետո մի բանը նա էր, որ հայերը ցրվեցին ամբողջ աշխարհում, երկրորդ բանը նա էր, որ այդ կապը շեղվելուց հետո եկավ սովետական միությունը, որը նոր գաղափարախոսություն բերեց։ Հայաստանում պահպանվեց Գերդաստան գաղափարը, բայց շատ քիչ քանակով Սյունիքում մի քիչ, Արցախում մի քիչ, ընդհանուր մեր տարածաշրջանում Գերդաստանն արդեն չկար։ Ձևավորվեց նոր ընտանիք, դա 3 սերունդային ընտանիք էր, որտեղ տատիկ, պապիկներ, ծնողներն են եւ փոքր երեխաներն են։ Այս ընտանիքի գաղափարը ձևավորվեց սովետական միության 15 թվից հետո։ Բայց զուգահեռ դրան սովետական միությունը սկսեց տարածել կոմունիզմի, սոցիալիզմի գաղափարախոսությունը, որտեղ ընտանիքը չէր կենտրոնը, այլ ինդիվիդն էր կենտրոնը, կինը եւ տղամարդը առանձին, ու իրենց պատասխանատվությունը ոչ թե ընտանիքի դեմ, այլ ամբողջ հասարակության դեմ։ Ասենք պատկերացնում եք, չէ, Գերդաստանից այս կին տղամարդը, որը պատասխանատվություն էր կրում Գերդաստանի դեմ, հիմա պատասխանատվություն է կրում ամբողջ կոլեկտիվի դեմ։ Ու սա մեզ բաժանեց Սփյուռքից եւ Հայաստանը, սովետական Հայաստանը բաժանեց։ Սա ունեցավ դրական կողմեր, որը բերեց նրան, որ 65 թվականից հետո ազգայնականությունը Հայաստանում շատ մեծ ոգևորոնք ստացավ, ու մարդիկ հենց այդ ինդիվիդները իրենց վրա պատասխանատվություն վերցրին ամբողջ ազգի համար։ Ու մենք ստացանք առաջին Արցախյան պատերազմի հաղթանակը, երբ որ մարդիկ հասկանում էին, որ իրանք պատասխանատվու են ոչ թե մենակ իրենց այդ փոքր 3 սերունդային ընտանիքի դեմ, այլ ամբողջ հայկական հասարակության դեմ։ Սա հենց այդ հաջողված кейսն էր, որը սովետական կոլեկտիվիզմը մեզ տվեց։ Բայց 90-ականներին նայեք, շատ հետաքրքիր process կատարվեց, դա 80-ականների սերունդը, օրինակ իմ սերունդը, որը պատերազմին չէր մասնակցել, աչքերով էր տեսել մենակ պատերազմը, ականջներով էր լսել հերոսների կերպարը, ինքը ապրեց մի իրավիճակի մեջ, երբ որ շատ խոր խնդիրներ մենք ունեինք, դա տնտեսական խնդիրներն էր, կենսական խնդիրներն էր, մարդիկ լույս չունեին, ուտելիքի խնդիր ունեին, ու դպրոցի վիճակն էր շատ վատ, համալսարանների վիճակն էր շատ վատ, ու պատկերացնում եք ժամը մի ժամ օրվա մեջ տալիս էին լույսը եւ այդ երեխաները հեռուստացույցով տեսնում էին բրազիլիական կամ մեքսիկական սերիալները, որտեղ ամեն ինչ կոմֆորտի մեջ էր։ 80-ականի սերունդը ինքը իր վրա որոշում է կայացնում, որ ես չեմ ուզում ամբողջ հայ ազգի համար պատասխանատվություն վերցնեմ, ես ուզում եմ պատասխանատվություն վերցնեմ իմ եւ իմ երեխաների համար։ Այսա տարածված գաղափարախոսություն դառավ Հայաստանում, 90-ականների Հայաստանում հետո շարունակվեց, որ ես իմ ընտանիքի համար ամեն ինչ կանեմ, ու ընտանիքը ավելի նեղացավ, դառավ ծնող երեխա։ Սա բերեց նրան, որ 90-ականներին արդեն հենց այդ հասարակության դեմ պատասխանատվությունը, կոլեկտիվի պատասխանատվությունը կամաց-կամաց փոխվեց։ Ու անցավ նրան, որ մենք մեծ մասսա ունենք սերունդի, որտեղ մարդիկ իրենց երեխաների մասին են մտածում, ու ընտանիքը դառավ ավելի փոքր նեղ գաղափար, որտեղ կային ծնողներ եւ երեխաներ։ Բայց սա զուգահեռ ուրիշ խնդրի բերեց նրան, որ միգրացիոն process-ները շատացան, ու հենց այդ խոպան գաղափարը դառավ համատարած Հայաստանում, որը արդեն բերեց 4-րդ ընտանիքի փլումի, ընտանիք գաղափարի փլումի, բերեց նրան, որ արդեն Հայաստանում կա մի սերունդ, որը 90-ականներից եւ 2000-ականների սերունդն է, որտեղ լի ընտանիքները շատ քիչ են եղել։ Ոչ թե որ ընտանիքներն են բաժանվել, այլ որ ծնողները զբաղվելուց են եղել մենակ փող աշխատելու հարցերով։ Պապան խոպանում է եղել, մաման առավոտից երեկոն աշխատանքի եղել, ու մեր երեխաները, մենք ունենք սերունդ երեխաների, որոնք լիովին ընտանիքի գաղափարը չեն տեսել։ Լիարժեք, ու բացի նայած, որ իրենք ընտանիք գաղափարը չեն տեսել, իրենք տղամարդու եւ կնոջ կերպարը չեն տեսել։ Հիմա պատկերացրեք, մենք ունենք 4 ընտանիքի մոդելներ, որոնք այդքան էլ իրարից հեռու չեն ժամանակաշրջանում եղել, բայց մենք այսօր չենք կողմնորոշվել, թե որ ընտանիքն է այսօր Հայաստանում։ Ու երբ որ հասարակությունից ինչ որ բան են ուզում, մարդիկ, քաղաքական գործիչներ, առաջնորդներ հասարակական աշխարհի, իրենք չեն հասկանում, թե Հայաստանում որ ընտանիքն է այսօր, որովհետև մենք մեծացել ենք գաղափարախոսությունով, նարատիվներով Գերդաստանից,
Գերդաստանի ընտանիք նարատիվով, սովետական միության ժամանակ տարածվել է նարատիվ պատասխանատվություն ամբողջ ազգի դեմ, բայց իրականում 90-ականներից հետո մենք ունեցել ենք ուրիշ ընտանիքի մոդել, եւ որտեղ դաժե լիարժեք ընտանիքներ չենք ունեցել։ Հիմա սա խոսում է նրա մասին, որ մենք մեր հասարակությունը չենք ճանաչում, դրա համար ճիշտ աշխատանք չենք տանում այդ հասարակության դեմ։ Իսկ social engineering-ի խնդիրը հենց նրանում է, որ դու կարողանաս ֆիքսես առաջինը, թե ինչ իրավիճակի մեջ է հայտնվել քո հասարակությունը։ Եթե դու հասկանում ես, որ քո հասարակության մեջ հիմա այսպես տարբերություն կա ընտանիքի մոդելի, իսկ ընտանիքը դա հասարակության ամենակարևոր էլեմենտն է։ Եթե դու դա հասկանում ես, արդեն հասկանալի է դառնում ոնց սրա հետ աշխատել։ Իրականում սրա հետ աշխատելը շատ հեշտ է։ Հեշտ է նրա համար, որ մեր մշակույթը չի կորել։ Ընդհանուր նարատիվը, Գերդաստանի նարատիվը, ազգի դեմ պատասխանատվության նարատիվը ինքը չի կորել, ինքը մնացել է, բայց մոդելներն են ընտանիքի փոխվել։ Հիմա դառնում է, որ պետությունը, հասարակությունը պետք է զբաղվի նրանով, որ մի շերտ մարդկանց, որոնք այս գաղափարախոսությունից դուրս են մեծացել, ուրիշ մոդելների մեջ են անցել, բերել, բարձրացնել, հասցնել այս գաղափարի շրջանում։ Օրինակ, պատկերացրեք, որ դպրոցներում կին դասատուների քանակը հասնում է մինչև 90-95%։ Ու տղա երեխան, երբ որ ինքը տանը պապային չի տեսնում, որտեղ պապան ամբողջ օրը աշխատանքի է լինում, գալիս է դպրոց ու դպրոցում էլ չի տեսնում տղամարդու կերպար, ինքը որտեղից պետք է հասկանա ինչ է նշանակում տղամարդ լինելը։ Դրա համար դա բերում է նրան, որ այս մեր տղա երեխեն փողոցում է հենց այդ տղամարդի կերպարը տեսնում, իսկ փողոցն էլ չունի հենց այդ կերպարներին, փողոցը մենակ տալիս է կրիմինալ էլեմենտները։ Հիմա եթե դու որպես պետություն կամ հասարակություն ուզում ես social engineering անես, քո այս տղա երեխային իսկական տղամարդու կերպար տաս, սկզբից պետք է ձևավորես դրա կերպարը, որն է։ Դա ուժեղ սպան է օրինակ, կամ կրթված տղամարդն է, որը դպրոցում մանկավարժությունով է զբաղվում, գիտնական տղամարդն է, կամ տղամարդն է, որը սպորտով է զբաղվում, տարբեր նարատիվներ են, չէ, տարբեր գաղափարախոսություններ, դու կարաս հենց այս կերպարի մեջ դնել։ Երբ որ դու սկզբից պատկերացնում ես այս կերպարը որն է, հետո social engineering-ի նպատակն է այս կերպարը, այս տղա երեխային ձևավորել ու տալ, նույն ձևել ձևավորվում է եւ աղջիկ երեխայի համար։ Social engineering-ը հենց դրանով է զբաղվում։ Դուք բերեցիք Գերդաստանից սկսած, հասցրեցիք մինչև ծնող երեխա փոխհարաբերությունը, բայց զարգացում է ապրել դա, ավելի է առաջ գնացել։ Այժմ երեխաները, մանավանդ այդ 80-ական, 90-ականների ծնված երեխաները, իրենք արդեն ամուր իրենց ոտքերին կանգնած են, շատ են վաստակում գումար, որովհետև լավ կրթություն են ստացել, ծնողներն ամեն ինչ արել են, որ երեխաները լավ կրթություն ստանան, եւ նրանք արդեն կարողանում են մանավանդ այս շինարարության բումը, որը Երևանում եւ Հայաստանում, դե համենայն դեպս Երևանում կա, նրանք առանձին են ապրում արդեն ընտանիքը տրոհվել է մինչև անձի առանձին ապրող ծնողը առանձին է ապրում, երեխան առանձին է ապրում։ Մեր ընտանիքները դուք սկսեցիք Գերդաստանից, հետո եկաք տատիկ պապիկի հետ, հետո եկաք ծնող երեխա, իսկ հիմա մենք ունենք համարյա թե անհատների հասարակություն, ծնողը իր խնդիրներն է լուծում, ճիշտ է երեխան ժամանակ առ ժամանակ գուցե օգնում է ծնողներին, բայց մի կյանքով իրենք արդեն չեն ապրում, երեխաները առանձին են ապրում։ Սա ամբողջ աշխարհին բնորոշ է, գուցե կասեք դուք, այո, բայց մեր հասարակության վրա ինչպես է սա ազդում, դրական թե բացական, հիմա դրա պատասխանը կխնդրեի, որ դուք հիմա կարողանայիք տալ։ Իրականում սա համաձայն եք, որ այդ խնդիրն է, տրոհվել է մինչև անհատը։ Իհարկե, դուք ճիշտ եք, սա համաշխարհային տենդենց է ու սերունդների խնդիրները, հարաբերության խնդիրները գնալով ավելի է խորանում ու բարդանում ու ես ոչ մի կերպ չեմ առաջարկում ռեկոնստրուկցիա անել Գերդաստանի գաղափարը, ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ նոր արխիտեկտուրայի մասին։ Չէ, դուք խոսում եք նրա մասին, թե ինչպես է փոխվում կացությունը եւ ինչպես է այդ կացությունը ազդում հասարակության գիտակցության վրա։ Առաջինը պետք է ֆիքսես, չէ, որ ընդունես, որ փոխվել է։ Փոխվելը հիմա դուք մինչև հիմա չենք դաժե ընդունում, որ փոխվել ենք։ Լավ, փոխվելը ֆիքսեցինք, ասենք թե դուք տվեցիք, որ փոխվել է։ Դե յուրաքանչյուրն էլ ով դուրը բանալիով բացում է եւ մտնում է տուն եւ մենակ է լինում, լավագույն դեպքում իր շան հետ։
դա արդեն ինքը զգում է այդ փոփոխությունը։ Հիմա մենք խոսում ենք այն մասին, մենք հիմնականում խոսում ենք չէ որ թեման հետևյալն էր, ինչպես աշխատել հասարակության հետ, ինչպես ձևավորել հասարակությունը, այսինքն այդ փոփոխությունը ինչպես է փոփոխել յուրաքանչյուր անհատի վերաբերմունքը իր ընտանիքի տվյալ դեպքում եւ հասարակության եւ հայրենիքի նկատմամբ, այն երկրի, որտեղ նա ապրում է, գուցե այդ հայրենիք հասկացողությունն էլ է արդեն ջնջվել եւ գլոբալ, այսպես քանի որ գլոբալիստական երկիր է, դրա համար մեկ է Երևանում, Հայաստանում կապրինա, թե ուրիշ տեղ կապրինա։ Այսինքն այդ գերդաստանից գալիս է դեպի, հարցնում եմ ես, ազդում է դա ընկալման, գիտակցության վրա եւ բերում է ընդհանրապես արժեքների փոփոխության լրիվ, խորքային փոփոխության, թե ոչ, այս փուլում դուք ինչ եք արձանագրում։ Իհարկե ազդում է ու ասեմ ավելին, որ դա այդպիսի լինի, դրա հետ աշխատանքել են տանում, ինֆորմացիոն դաշտը հենց աշխատում է նրա, օրինակ մեր թշնամին ազդում է նրա վրա, որ մեր հենց այդ խորքային ընտանիքի գաղափարը չձևավորվի, այսօր արդեն ֆիքսված կան փաստեր, որ Ադրբեջանը եւ Թուրքիան աշխատում է հայ ընտանիքի գաղափարի դեմ, որպես նարատիվային աշխատանք են տանում ու կին տղամարդու հարաբերությունները փոխելու դեմ են աշխատանք տանում, որ հենց այդ ընտանիք գաղափարը փլվի, բայց կա եւ համաշխարհային տենդենց, որտեղ այն ինչ դուք ասեցիք, ֆիքսեցիք, որ ընտանիքներն են փոխվել ու հիմա առանձնանում են ընտանիքների ու հենց այդ մեծ ընտանիքի դաժե 3 սերունդային ընտանիքները չկա, իհարկե դա տենց է, բայց ես կարամ ուրիշ բան ասեմ, քանի որ մենք ունենք պատմամշակութային փորձ, ու այս փորձը գենետիկորեն մեր վրա շատ ուժեղ ազդում է, հնարավորություն կա սա ճիշտ ձևի ձևավորել։ Ուզում եմ օրինակներով դրա պատասխանը տամ, որ հասկանալի լինի ինչքան հեշտ է աշխատել, եթե դուք հասարակությանը ճանաչում ես։ Կա այդպիսի մեթոդ, որը կոչվում է մենթորինգ, մանկավարժական մեթոդ է, երբ որ դու ոչ թե դասախոսի մոդելով ես աշխատում, այլ ասում ես, այ դասը տալիս ես, ասում ես, հիմա գնա սովորի։ Կա մեթոդ, որը մենթորինգը խոսում է նրա մասին, որ դու երեխային ասում ես, արի գնանք ես քեզ ցույց տամ, ոնց պետքա դու անես։ Ու այս փորձ փոխանակելու մեթոդը օգնում է նրան, որ դու այս նոր սերունդին, փոքր սերունդին չես ասում, որ ես քեզնից խելացի եմ, ես ավելորդ ինֆորմացիա ունեմ։ Դու ասում ես, որ ես փորձս եմ ուզում քեզ փոխանցեմ։ Այստեղ ինֆորմացիայի գիտելիքների մասին չի, որտեղ այսօր ինֆորմացիան բոլորիս համար նույն աղբյուրներից է, եւ մեծ սերունդի եւ փոքր սերունդի ու եթե դու այս մակարդակով ես սկսում նոր սերունդի հետ աշխատել, նոր սերունդը ուրիշ ձևի է ընկալում քո տված ինֆորմացիան։ Օրինակելի դա բանակում է լինում, երբ որ սպան խոսում է զինվորի հետ, ոչ թե հրամանայի անկյունից, այլ խոսում է մենթորի անկյունից, ասում է, արի գնանք ես քեզ ցույց տամ ոնց պետք է այդ խնդիրը լուծենք, ու այդ երեխան արդեն այս սպայի մեջ տեսնում է հենց այդ մեծի կերպարը, հենց այդ տղամարդու կերպարը, պապայի կերպարը։ Հեղինակության հարց է, հա, բարձրանում։ Այո, բայց քանի որ հենց այդ երեխան հիշում է ու գիտի, մշակույթի մեջ է ապրել, որտեղ տղամարդու կերպար կա, պապայի կերպար կա, մեծի կերպարը սենց թե նենց մեր մշակույթի մեջ ձևավորված է, կարող է ինքը տեսած չլինի, բայց երբ որ դու օգտագործում ես այսպիսի մանկավարժական մեթոդաբանություն աշխատելու նոր սերունդի հետ, դա բերում է նրան, որ դու ձևավորում ես արդեն նոր գաղափար, նոր մետա աշխարհ ես հայկական ձևավորում, որտեղ մեծ ու փոքր հարաբերությունները հենց այս մենթորինգի միջոցով են լինում։ Դու չես հրաման տալի ասում, ես մեծ եմ, դու պետք է ինձ լսես, ինչ ասում եմ, էդ էլ արա, ինքն է քեզ պատասխանում է, ասում է, երբ որ դու մեծ ես, ես ինձ այսպեսի կեղտոտ Երևան թողել, այս հարաբերությունները դու շեղում ես ու քո փորձով ես փոքր սերունդի հետ կիսում։ Հիմա ես համոզված եմ, որ եթե մենք մեր մանկավարժական համակարգները սկսենք ձևափոխել այս մոդելով, մեր ռազմավարական ոլորտում այսպիսի որոշումներ ֆիքսենք ու իրականացնենք, մեր բանակում այդպիսի մեթոդ ձևավորվի, մեր հասարակությունը կփոխվի։ Չի վերադառնա Գերդաստանի գաղափարին, ես համոզված եմ ու դա պետքն էլ չի, բայց մենք մեր մշակույթի հենց այն հիմքերը, որը միշտ ունեցել ենք, որտեղ մեծ ունեցել է իր դերը, փոքրն ունեցել է իր դերը, կին տղամարդ իրանց դերերն ունեցել են, մենք կձևավորենք նոր ընտանիքի մոդել, նոր հասարակության մոդել, որտեղ ամեն մեկը իր դերն է խաղում։ Ամենասկզբում ես հարցեցի, որ այժմ նախընտրական շրջան է, ինչ ավելի ոնց որ տեսականից գործնական գանք
կոնկրետ օրինակի վրա, եւ տարբեր քաղաքական ուժեր պատրաստում են իրենց հոլովակները, որտեղ սա են ընդգծում, նա են ընդգծում, սա են խոստանում, նա են խոստանում։ Եվ իմ հարցն էր, արդյոք նրանք ընկալելի են հասարակության համար, եւ իմ հարցն է նաև այդ հարցի շուրջ ես կուզենայի խոսել, եւ փորձենք հասկանալ ինչ է սպասում հասարակությունը, ինչու է հասարակությունը այդքան ճիշտ է, կա բավականին բուրըն հակամարտություն տարբեր ուժերի, քաղաքական ուժերի կողմնակիցները իրար նկատմամբ, բայց ինչի շուրջ է հիմնական այդ գրգռիչը, որը որ ստիպում է հասարակությանը ատելությամբ լցվել, այդպես էքսպրեսիվ լինել։ Իրականում գիտեք, մեր հասարակությունը չի տեսնում ոչ մի առաջարկ։ Ու ասեմ ավելին, բոլոր քաղաքական ուժերը ցավոք իմ համար իրենց թվում է թե ինչ որ հասարակությունը ընտրություն է անում, բայց իրականում եթե մենք սկսենք լուրջ հետազոտել հասարակության իրավիճակը եւ իրանց ըմբռնությունը այս քաղաքական process-ների, մենք կտեսնենք, որ մեր հասարակությունը մոլորված է։ Մեր հասարակությունը չի հասկանում ինչ է կատարվում, ու ամենատարածված հարցը նրանում է, թե իսկ ում ընտրենք։ Որովհետև հասարակությունը տարբերություն չի տեսնում այն առաջարկների մեջ, որը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր։ Ներողություն, այստեղ մի հատ ընդհատեմ, շատ ներողություն։ Արժեքի խնդիր է, գուցե առաջարկվում է մի արժեք, տեսեք դուք ասում եք Գերդաստանը, ես չեմ նսեմացնում այդ արժեքը, չեմ չեզոքացնում, բայց ես օրինակ բերեցի, կարող ենք ցանկացած ուրիշ արժեք բերենք, հա, ասենք նույն այդ 300 աշխատատեղը, մարդը ինքը կարող է գնալ աշխատանք գտնել, ինքը չի համարում դա արժեք, որովհետև ինքն է, որ ուզենա կգտնի, չի սпасելու նրան։ Առաջարկվում է մի արժեք, որը հասարակության համար արժեք չէ, եւ չի առաջարկվում այն արժեքը, որը հասարակությունը սпасում է այդ քաղաքական ուժից։ Գուցե դա է, որ չի կարողանում կողմնորոշվել, առաջինը չի հավատում, որ այդ խոստումը կկատարվի, դա ուրիշ հարց է, եւ երկրորդը այն, ինչ առաջարկվում է, հասարակության համար արժեք չէ, գուցե այդպես է հարցը։ Առաջինը հենց նրանում է, որ քաղաքական ուժերը չեն ճանաչում մեր հասարակությանը։ Իրենք չեն հասկանում մեր հասարակության խորքային խնդիրները, ցանկությունները, սպասողականները չեն հասկանում։ Երկրորդը, մեր հասարակությունը ալտերնատիվ է ուզում։ Մեր հասարակությունը ուզում է հասկանա իրենց երկարաժամկետ ուր են ուզում տանեն։ Երազանք է պետք հասարակությանը։ Բոլոր հասարակությունները ոգևորվում են, եթե դու հասարակությանը տալիս ես մեծագույն երազանք։ Այսօր մեր հասարակությանը դաժե երազել են արգելում։ Չեն թույլ տալի մեծ բաների մասին խոսել ու երազել։ Սա է լուրջ խնդրեմը։ Բացի դրանից, մեր հասարակությունը չի տեսնում տարբերություն տարբեր քաղաքական ուժերի։ Ես ոնց եմ դրան նայում, նայեք, սոցիոլոգիայի կամ պոլիտոլոգիայի անկյունից դու ոչ թե չես կարող, այլ իրավունք էլ չունես 3 ամիս առաջ, դեռ 9 ամիս առաջ մինչև ընտրություններին ստեղծես քաղաքական ուժ, կուսակցություն ու գնաս ընտրությունների։ Դա աբսուրդ է, որովհետև դու ոչ մի բան չես առաջարկելու, ոնց հնարավոր չէ 3 ամսվա մեջ գաղափարախոսություն ձևավորել, հասարակության այդ գաղափարախոսությունը ներկայացնել, հասարակության հետ այդ գաղափարախոսության շուրջ աշխատել, թիմ ձևավորել ու դրանից հետո հասարակությունը քեզ հավատա, որ քո հետևից գնա։ Սա նշանակում է, որ սա սպեկուլյատիվ ինչ որ աշխատանք է, որովհետև իսկ մեր ազգը, մեր քաղաքացիները, իրենք սենց բաները հասկանում են, իրենք կարողա չլինեն մասնագետներ, խորքային գիտելիքներ չունենան պոլիտոլոգիայից, սոցիոլոգիայից, բայց իրենք զգում են, որ այն ինչ իրենց առաջարկվում է, պատրաստվել են վերջի մի քանի ամսվա մեջ։ Ու սա խորքային ծրագիր չէ։ Իսկ մեր քաղաքական դաշտը այսպիսի սպեկուլյատիվ հարցերով է զբաղվում, որը բերում է նրան, որ կա կոնֆլիկտ հասարակության, մեկ էլ այս քաղաքական ընտրության մեջ, որտեղ հասարակությունը ընտրություն չի տեսնում։ Եթե դուք նկատեք, դաժե գույները ինչի շնորհիվ քաղաքական արշավներ են կազմակերպվում, նույն գույներն են, հասարակությունը չի տարբերում, էս ով եկավ, այն մեկը որն էր։ Սա է խնդրեմը, սա նշանակում է, որ մեր հասարակությանը ոնց որ նախկինում նույն ձևի եւ հիմա ալտերնատիվ չեն առաջարկում։ Ու եթե դու չես առաջարկում ու դրանից հետո սկսում ես խոսել նրա մասին, որ քո հասարակությունը անգրագետ է, անհասկացող է, սա է կատաստրոֆիկ սխալը։
Դա նշանակում է, որ կամ մեր հասարակությանը որակը չգիտեն, չեն հասկանում, չեն գնահատում, կամ էլ սա նպատակային աշխատանք է, որ հասարակությունը հենց այդ թակարդի մեջ էլ մնա, որ միշտ հասկանա, որ ինքը ընտրություն չունի։ Ինքը ստանում է միշտ նա, ինչ իրեն տալիս են։ Դե հասարակությունը կազմված է անհատներից, մարդկանցից։ Փաստորեն դուք անդադ հասարակություն մենք հաղորդման սկզբից ի վեր սկսել ենք հասարակություն ասելուց։ Արդյոք միատարր է այդ հասարակությունը, արդյոք ճիշտ ենք մենք օգտագործում այդ եզրույթը, մենք գործ ունենք հասարակության հետ, թե հասարակությունը ունի տարբեր շերտեր, տարբեր ի վերջո անհատներ։ Արդյոք ճիշտ ենք մենք հիմա այդ եզրույթը օգտագործում։ Իհարկե հասարակությունը ինքը բարդ ստրուկտուրա է, բարդ սիստեմա է, ու հենց այս բարդությունն է ձևավորում ամբողջ հասարակությունը, ու հասարակությունը ունի տարբեր շերտեր, դուք ճիշտ եք, կա մասսայական շերտ, կա միջին շերտ, որը ունի հնարավորություններ, բայց մտածում է իր անձնական ֆիզիկական շահերի մասին ու հենց ելնելով այդ շահերից է որոշում կատարում, կան առաջնորդներ, որոնք մեծամասնությունը չեն, մոտ 3-ից 5% են, որոնք փորձում են ինչ-որ առաջարկներ անեն, հասարակական կազմակերպությունների առաջնորդ բայց ընդհանուր սոցիոլոգիայի մեջ ինքը այսպիսի մի հատ տերմին, որը կոչվում է խռանատոպ, ինչքան հիշում եմ մենք ձեր եթերներում դրա մասին խոսացել ենք, խռանատոպը դա տարածաշրջանը եւ ժամանակաշրջանը ստեղծում է մտածելակերպ եւ իրավիճակ, որտեղ ապրում են մարդիկ, օրինակ պատկերացրեք հիմա 2026 թվականին մենք երբ որ խոսում ենք ինչ-որ կոնտենտի շուրջ, մենք իրար հասկանում ենք, որովհետև ապրում ենք մի տարածաշրջանում 2026 թվականին, որտեղ այս կոնտենտը բոլորիս համար հասկանալի է։ Բայց եթե այս նույն բանի մասին մենք խոսենք, օրինակ, չգիտեմ, Գլենդալի հայերի հետ, մենք տարբեր կոնտենտով պետք է խոսենք, որովհետև 2026 թվականի Հայաստանի տարածաշրջանը եւ 2026 թվականի Գլենդալի տարածաշրջանը ունի տարբեր խռանատոպեր։ Դրա համար, երբ որ խոսում են հասարակությունների մասին, դու կարող ես ընդհանրացնես, հասկանալով, որ կան տատանումներ, տոկոսային տատանումներ, բայց խռանատոպը նույնն է։ Մենք հիմա բոլորս ապրում ենք այսօրվա հայկական իրավիճակում, որտեղ տեսնում ենք կատարվածները ու հասարակությունը չի հասկանում, թե իրանից ինչ են սպասում։ Փորձենք տեսնել որ կողմերից են փորձում ներազդել հայ հասարակության վրա։ Մենք ունենք այսպիսի երևույթ, ինչպիսին Հայաստանից դուրս գտնվող հայերի մեծ թիվ կա, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում մեն ապրում հայերը, որոնք մեծ ազդեցություն են փորձում ունենալ հայաստանաբնակների տեսոցցանցերի միջոցով, Գերմանիան, ցանկացած երկրում բնակվող հայերը, նրանք իրենց բլոգերի միջոցով, իրենց հաղորդումների միջոցով, կամ գրառումների միջոցով ներազդում են հայաստանաբնակների վրա եւ ընտրություն կատարողների վրա։ Դա ուսումնասիրվում է, դա նորմալ է, դա ինչ արդյունք հետևանքների կարող է բերել դրական կամ բացասական, երբ որ ամբողջ հայությունը քննարկում է ընտրություն կատարողների ընտրության հարցը։ Գիտեք, չինական անձնագրերում ինչ է գրած, որ այս փաստաթուղթը չինացիների պետության փաստաթուղթն է։ Իսկ մեր անձնագրի մեջին գրած է, որ այս փաստաթուղթը, անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է։ Պատկերացրեք ինչ տարբեր մոտեցում է։ Չինացիների պետության անձնագիր է, իսկ մեր մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագիր է։ Մենք տարանջատում ենք Սփյուռք, մեկ էլ Հայաստանի Հանրապետություն։ Սա երևի մեր ամենալուրջ խնդիրների մեծ մասն է, երբ որ մենք մեր ազգը տարանջատել ենք մի մասի, որը կոչվում է Սփյուռք, երկրորդ մասը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Չինացիները, երբ որ Չինաստանից ինչ-որ դելեգացիա գնում է Ամերիկա ու հանդիպում է համայնքի հետ, ինքը չի խոսում այդ համայնքի հետ որպես մարդկանց, որոնք Ամերիկայի քաղաքացիներ են, այլ խոսում է մի մարդկանց հետ, որոնք հենց Չինաստանի պետության քաղաքացիներն են, չինացիները։ Կապ չունի այդ մարդիկ ընդունել են
քաղաքացիություն, թե չեն ընդունել քաղաքացիություն։ Չինաստանի կառավարությունը այդ մարդկանց ընդունում է որպես Չինաստանի պետության մի մաս, ու փաստաթուղթը կամ անձնագիրը դա այլ արդեն այդքան կարևոր չի, դա երկրորդական է դառը։ Ընտրությունների պահով ոնց է, այնտեղ ընտրությունների ով իրավունք ունի։ Միայն անձնագիր ունեցողները։ Չէ, անձնագիր ունեցողները բնակվողները Չինաստանում, թե բոլորը։ Բոլորը ով անձնագիր ունի։ Նույն մեթոդն էլ օգտագործում է եւ Ռուսաստանը օրինակ, եվրոպական պետությունը, եթե դու անձնագիր ունես, ընտրությունների ժամանակ գնում ես դեսպանատուն ու այնտեղ մասնակցում ես ընտրություններին։ Մենք, երբ որ տարանջատել ենք Հայաստանի Հանրապետության հայերին եւ սփյուռքահայերին, սա հենց մեր դուալիզմ ստեղծել է դուալիզմ։ Երբ որ դու ունես պրոբլեմներ, ունես պատերազմ, ունես, չգիտեմ, տնտեսական խնդիրներ, այդ ժամանակ հիշում ես սփյուռքին, բայց երբ որ դու ուզում ես ուրիշ որոշումներ կայացնես, օրինակ կառավարման որոշումներ կամ ինչ որ ուրիշ տնտեսական որոշումներ, որտեղ քո անձնական շահերն ես տեսնում, այդ ժամանակ սփյուռքից հրաժարվում ես։ Այս դուալիզմը բերել է նրան, որ մենք ինքներս մեր դեմ ենք կոնֆլիկտ սարքում, մենք մեր հետ, ինքներս մեր հետ կոնֆլիկտի մեջ ենք ապրում։ Ու սա շատ լուրջ խնդիր է մեր համար, որովհետև մենք այդ ժամանակ մեծ հզոր 18-20 միլիոնանոց ազգից դառնում ենք ընդամենը 3 միլիոնանոց ազգ։ Ու այստեղ հենց այդ ազգաղափարն էլ է կորչում, որովհետև արդեն ում անվանել հայ, դառնում է անվանել մենակ մարդկանց ով ունի անձնագիր, սա է խնդիրը։ Հիմա նայեք, սփյուռքը ֆանտոմ ցավերով հլա հիշում է, որ ինքը ունի Հայաստանի Հանրապետության հետ կապ, որովհետև սփյուռքը երբ որ հենց այդ կապից հրաժարվի, ինքը արդեն հայությունից էլ է հրաժարվելու։ Որովհետև այսօր մենք չունենք հստակ ֆիքսված գաղափարախոսություն, թե որն է հայը։ Մենք մնացել է այս գաղափարախոսությունը եկեղեցական քրիստոնեական քաղաքակրթությունից, հայ առաքելական եկեղեցու հետևորդն է կոչվում հայ, ըստ առաքելական եկեղեցի։ Հիմա եթե սփյուռքը հրաժարվի այս կապից էլ, ինքը հենց այդ հայությունն է կորցնել։ Դրա համար սփյուռքի համար սա ֆանտոմ կապ է, որը ինքը փորձում է ձևավորել։ Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության դեմ, ես քանի որ զբաղվում եմ կոգնիտիվ պատերազմով, իմ համար Հայաստանը դա մի տարածաշրջան է, որտեղ բոլոր դպրոցների, կոգնիտիվ պատերազմի դպրոցների մեթոդները դու կարող ես ուսումնասիրել։ Եթե եվրոպացիները ուսումնասիրում են մենակ ռուսական դպրոցները կամ չինական դպրոցի մոդելները, իսկ չինացիները կամ ռուսերը հետազոտում են մենակ արևմտյան մեթոդները, մենք այստեղ կարող ենք տեսնել եւ թուրքական, ադրբեջանական, իսրայելական, պարսկական, արևմտյան դպրոցներ, այստեղ բոլորն են մեր դեմ աշխատանք տանում։ Իհարկե, երբ որ Ռուսաստանն ունի 3 միլիոն հայերի քաղաքացիներ, ինքը փորձելու է իր շահերը պաշտպանել Հայաստանի Հանրապետություն։ Նույն բանը անում է եւ Ֆրանսիան, նույն բանը անում է եւ Ամերիկան, նույն բանն անում են բոլորը։ Եթե դու որպես Հայաստանի Հանրապետություն չունես քո կարմիր գծերը, չունես քո գաղափարախոսությունը, չունես քո գլխավոր նարատիվը, որը պետք է համախմբի բոլոր այս հայերին, երբ որ դու բաժանում ես, ասում ես հայը Հայաստանի ապրող քաղաքացին է, ու երբ որ մենք այստեղ որոշում ենք կայացնում, մենք կարող ենք, բայց եթե հանկարծ խնդիրներ ունենք, պատերազմը մեզ պետք է, չգիտեմ, գումար հավաքենք, ֆոնդերում պետք է փող հավաքվի, այդ ժամանակ դիմում ես Սփյուռքում, Սփյուռքի հետ այստեղ դիսոնանս է կատարվում, հասկանում եք, դրա համար սա լուրջ կոնֆլիկտային հարց է։ Մենք պետք է ձևավորենք մեր ընդհանուր գաղափարախոսությունը, ընդհանուր ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ հայ ազգի։ Մենք պետք է ձևավորենք այս դրա մեջ, պետք է ձևավորենք, թե ում ենք ընդունում որպես հայ, այլ մենք պետք է այս մարդկանց կոմունիկացիան օգտագործենք, որ մեր այս գաղափարախոսությունը տարածվի ամբողջ աշխարհում։ Ու սա նորմալ process է, ու փորձերն ու кейսերն այնքան շատ են, որ մեզ համար դա մեծ խնդրեմ չի լինելու սա իրականացնել։ Գովաս հայտարարենք եթերում այնուհետև զրուցենք արտագաղթի թեմայի շուրջ, որովհետև սա համարվում է մեծագույն վտանգը։ Մենք հպանցիկ դրա մասին խոսեցինք, որ այսի գլոբալիզացիայի շրջանը, երբ որ գալիս է անհատի մակարդակով, անհատը կամ ինքը իր գլխի ճարն է տեսնում կամ իր ընտանիքի, եւ երբ որ տեսնում է, որ ինչ որ բան լավ չի, իրան դուր չի գալիս, ինքը ոչ թե լծվում է այդ վատը ուղղելու, այլ համարում է
դուք էլ ասացիք, հասարակության մեջ այնպես են սերմանում, ընկալում, որ դու ոչ մի բան փոխել չես կարող։ Դու կամ պետք է ընտելանաս, կամ պետք է ընդունես այն վիճակը, որում դու հայտնվել ես, կամ թողնես ու գնաս։ Այս սա մեծ խնդրեմ է, եթե համաձայն եք, որ այս խնդրեմ է, այս մասին մենք խոսենք գովազդից հետո։ Գովազդի եթերում մնացեք մեզ հետ, սիրելի բարեկամներ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայկ Տրունյանի հետ սոցիոլոգիական գիտությունների տեխնացու եւ այսպես արտագաղթը որպես մեծագույն վտանգ ասեմ, սարսափ ասեմ, վախ ասեմ եւ իրականություն ասեմ։ Արդյոք դա
մեր իրականությունն է, այսինքն մարդիկ, ովքեր հիմա սպասում են, թե ինչպես կզարգանա իրավիճակը եւ մտադրված են ոչ թե օգնել կառուցել երկիրը, այլ մտածում են, եթե ստացվի ոչ այնպես ինչպես ինքն է ուզում, ինքն էր պատկերացնում, ինքը վերցնի ճամպրուկը, ընտանիքը եւ դուրս գա։ Դա ամենածայրահեղ վատ օրինակն եմ ես բերում եւ ուզում եմ այդ ծայրահեղ վատ օրինակի մասին հիմա մենք խոսենք։ Գիտեք, միջև ձեր հարցին պատասխանել, ես ուզում եմ ասեմ, որ ես մի մարդ եմ, ով տեղափոխվել է Հայաստան, ունենալով հաջող եւ կարիերա եւ հնարավորություններ եւ բիզնես արտասահմանում, տեղափոխվել է Հայաստան ու ես լինելով 40 անց տարեկան մարդ, նոր այստեղ եմ դառել երջանիկ մարդ, որովհետեւ դու երբ որ ունես քո հողի հետ կապ եւ ապրում ես մի մշակույթի մեջ, որը քեզ հոգեհարազատ է, ու դու քո տեղը գտնում ես ու դու ոչ թե ուրիշից ես ամաչում կամ մտածում ես, որ քո ազգությունը պետք է ադոպտացնես այս ուրիշ պետությունների ազգությունների մեջ, դա իրականում երազանք է, ու Հայաստանը շատ որակին բաներ ունի, որի մասին մենք չգիտենք էլ։ Ու սա մեր երևի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ մենք մեր երկիրը չենք ճանաչում, մեր ազգը չենք ճանաչում։ Բայց ուզում եմ մի հատ կարևոր բան ասեմ։ Մի քանի ամիս առաջ Նեպալում եղավ ռևոլյուցիա, որտեղ նոր սերունդը Z սերունդը եկավ իշխանությանը եւ փոփոխություններ սկսեց ու ինձ համար հետաքրքիր էր թե ոնց եղավ որ այնտեղ տենց բան ստացվեց որովհետեւ երբ որ սկսում էի հետազոտել դուս եկավ որ մեծամասնությունը Նեպալի երիտասարդների բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ էին ու գիտեք շատ հետաքրքիր բան էր առաջի կարևոր բանը նա էր որ երիտասարդության քանակն է շատ Նեպալում երկրորդը երիտասարդները ունեին բարձր կրթություն եւ երրորդը այդ մարդիկ չունեին սոցիալական լիֆտի հնարավորություն հնարավոր չէր պաշտոն ստանալ զարգանալ որովհետեւ Նեպալը լինելով փոքր պետություն դե տնտեսական խնդիրների մեջ էր ու այն կլանը որը կառավարությունը պահում էր չէր թույլ տալի որ ինչ որ նոր մարդիկ աճեին ու զարգանային ու սա բերեց նրան որ Z սերունդը ասեց ոչ արդեն մենք ենք փորձելու կառավարենք ու հեղափոխությունը բերեց նրան որ փոխեցին բոլոր հին սերունդի կառավարողներին դաժան ձևով փոխեցին բայց սա խնդիրը նրանում էր որ երբ որ փորձում էի հասկանալ օքեյ բայց ինչի տենց ստացվեց դուս եկա որ իրենք չունեին ուրիշ հնարավորություն Նեպալում ապրող երիտասարդը ունենալով լավ կրթություն, գիտելիքներ ու լինելով մասնագետ, գիտեր որ ինքը ուրիշ տեղ չունի գնա աշխատելու հնարավորություն։ Երբ որ զուգահեռ եմ տանում մեր հասարակության հետ, մենք շատ ուժեղ տարբերվում ենք Նեպալից ու առաջինը մեր երիտասարդական հասարակության մասը շատ քիչ է, երկրորդը մեր երիտասարդներն ունեն ալտերնատիվ, կոչվում է դա սփյուռք։ Ու մերոնք երբ որ ունեն լավ կրթություն, լավ գիտելիքներ, լավ մասնագետ են, իրենք միշտ ունեն հնարավորություն Հայաստանից դուրս աշխատեն, կառուցեն իրենց կարիերան։ Այս սա է ամենամեծ խնդիրը, ու սա հենց մեր կապիտալի արտագաղթի խնդիրն է։ Այն ինչի մասին դուք ասում եք, ընդհանրապես իրականում դա ավելի շատ խոսակցական մակարդակում է լինում, որ մենք այս ընտրություններից հետո օրինակ շատ տարածված է, տեսնենք ինչ է կատարվելու, դուրս կգանք Հայաստանից։ Դա շատ էմոցիոնալ խոսակցություն է, բայց տենց մեծ քանակի արտագաղթ ես չեմ տեսնում։ Դա էլ կարող է իդեպ մանիպուլյացիա լինի եւ պատերազմի էլեմենտ լինի, այդպիսի տրամադրությունների կամ կոգնիտիվ պատերազմի մեթոդ կլինի, որը առաջի անգամ չի, որ Հայաստանի դեմ օգտագործվում է կամ Հայաստանի ներսում օգտագործվում է մեր հասարակության դեմ, բայց իրականում ստեղ խնդիրը ուրիշ բանում է, որ արտագաղթը Հայաստանից լինում է որակային։ Մենք կորցնում ենք միշտ որակային մարդկային կապիտալը, որովհետև դուրս են գալի մարդիկ, որոնք ունեն գիտելիքներ, հմտություններ, հնարավորություններ, իրենց արտասահմանից տանում են աշխատանքի ու սա է մասսայական խնդրեմը, որովհետև հիմա արդեն մենք մեր տնտեսությունը եկել է նրան, որ միջին մասնագետները կամ ցածր մասնագետները իրենք Հայաստանում էլ կարող են աշխատեն ու իրենց ընտանիքները պահեն, կայանան որպես մարդիկ կամ մասնագետներ, այլ բարձր գիտելիքներ ունեցող մասնագետները ունեն խնդիրներ Հայաստանում։
բայց տենց ընդհանուր, եթե խոսենք արտագաղթի մասին, նույն ձևի կա եւ ռեպատրիանտների խնդիրը, որ մեծ քանակի մարդիկ տեղափոխվում են Հայաստան ու տեղափոխվում են որակային մարդիկ, մասնագետներ, որոնք ոչ թե մենակ տեղափոխվում, դա իմ նման մարդիկ են, որոնք տեղափոխվելուց բացի ներդրումներ են անում Հայաստանում, տարբեր ծրագրեր են բերում, կրթական սիստեմաների մեջ մեծ ներդրումներ կա հենց ռեպատրիանտների կողմից։ Պրոբլեմը նրանում է, որ այսա ամբողջը խաոսի մեջ է կատարվում։ Ու խաոսը դա ոչ թե սիստեմատիկ կառավարելի process է, այլ անկառավարելի, անհասկանալի process է։ Ինչ որ մարդիկ գալիս են, ինչ որ մարդիկ դուրս են գալի, ու սա չի կառավարվում ոչ պետության կողմից, ոչ հասարակության կողմից, ու մենք ստանում ենք մի հատ իրավիճակ, երբ որ մեր ազգը, մեր Հայաստանի Հանրապետությունը ապրում է ինչ-որ տարբեր պարալել աշխարհներում, որտեղ մի մասը գալիս է, մի մասը գնում է ու կառավարելի process-ներ չկա։ Ու գիտեք պրոբլեմը ինչու՞մ է, որ մենք չենք կարողանում բարդ սիստեմաների հետ աշխատենք։ Մենք չենք կարողանում աշխատենք սիստեմաների մեջ, որոնք պրոյեկտային չեն, то есть ուղիղ աշխատանքային սիստեմներ չեն, էլի, որ կա սկիզբ, զարգացում, աճ, մեր հասարակությունը բարդ սիստեմներ է, որտեվ ունենալով Սփյուռք, ունենալով Հայաստանի Հանրապետություն, ունենալով խոր մշակույթ, կրթական սիստեմ, որը Հայաստանում է, կրթական սիստեմ, որը մեր Սփյուռքում է, այս բարդությունը մենք պետք է կարողանանք փորձենք բարդ սիստեմաների կառավարման մոդելներ ձևավորենք Որ Հայաստանում։ մասնագետներն են զբաղվում այդ հարցերով եւ արդյոք Հայաստանում կան այդ մասնագետները, որոնք այս իրավիճակում այո ունենալով Սփյուռք, ունենալով այդ մշակույթ, ունենալով այն հատկությունները, որը ունի հայ մարդը, հաշվի առնելով այդ ամենը, կարողանում է կառավարել այդ process-ները։ Ես չեմ ասում կառավարել մարդկանց որոշումները, ոչ, ինչպես դուք եք ասում, այդ քաոտիկ վիճակից բերել համակարգված վիճակի, որովհետև ներողություն, ես հիշեցնեմ նույն Իսրայելի օրինակը, այնտեղ հատուկ մարդիկ զբաղվում են, հատուկ կա կազմակերպություն, որը հենց դրանով զբաղվում է։ Ես չեմ ասում Իսրայելի օրինակը վերցնենք որպես օրինակ, բայց մոտիկ է իր դրամաբանությամբ, այն ոնց իրենք կառուցեցին իրենց երկիրը, հա, ոնց ներգաղթ կազմակերպեցին եւ այդ ներգաղթ կատարված մարդուն ոնց են եւ աշխատանքով ապահովում եւ լեզու սովորեցնում եւ մնացած ամեն ինչով այսպես ասած տիրություն են անում այդ մարդուն, իսկ Հայաստանում կարծեմ բարձի թողի վիճակ է, գալիս են իրենց գլխի ճարը իրենք են տեսնում, սխալվում եմ։ Ոչ, դուք չեք սխալվում ու տարբերությունը նրանում է, որ Իսրայելը իր ստրատեգիան տեսնում է 20-30 տարի առաջ ու աշխատում է հենց այդ երկարաժամկետ process-ների հետ ու հասկանալով, որ նույն ձևի Իսրայելի իսրայելական ազգը, հրեական ազգը ինքը բարդ սիստեմաների մեջ է, դրա համար օգտագործում է բարդ սիստեմաների մոդելները։ Բարդ սիստեմաներով Հայաստանի Հանրապետության կար կիբեռնետիկայի ֆակուլտետ պոլիտեխնիկումում, որը վերջի տարիների որակը շատ է ընկել, բայց սովետական միության ժամանակ մեր կիբեռնետիկայի ֆակուլտետը ամենալավագույններից մեկն էր սովետական միությունում։ Դրանցով այդ բարդ մոդելներով զբաղվում են կիբեռնետիկները։ Իրականում կան եւ այսօր էլ կան Հայաստանում շատ բարձր մակարդակի մասնագետներ, որոնք գիտեն ինչ է նշանակում բարդ սիստեմները, ինչպիսի մեթոդներ կան ինտեգրել պետական կառավարման process-ների մեջ բարդ սիստեմաների կառավարման process-ները, բայց ամենակարևոր բանը մենք պետք է հասկանանք, որ մեր եզակի կապիտալը դա մարդն է, հայ մարդն է։ Մենք ուրիշ կապիտալ չունենք աշխարհում։ Ու այսօր աշխարհում ամենակարևոր կապիտալը դա հենց մարդն է, ու որակային մարդն է։ Եթե դու կարողանում ես ճիշտ այս կապիտալը գնահատես ու մարդակենտրոն դառնաս, դու կարողանում ես քո քաղաքը սարքես մարդակենտրոն, որտեղ մարդը իրեն զգում է որպես մարդ ու հասկանում է ինչի համար է այդ Երևանից չպետք է դուրս գա, այդ ժամանակ արդեն դու կկարողանաս հզորացնես Հայաստան։ Ու բացի դրանից ուզում եմ մի հատ կարևոր բան ասեմ, ինչքան էլ Հայաստանից դու դուրս գաս, լինելով հայ, դա չի նշանակում, որ դու քեզ գտնելու ես դրսում։ Եթե դու չես կարողանում իրականաս Հայաստանում, շատ բարդ է լինելու իրականալ դրսում, որովհետև այսօր եւ դրսում էլ է լուրջ խնդիրներ կան։ Նույն Ամերիկան ունի խնդիրներ, Ռուսաստանն ունի, Եվրոպան է խորքային խնդիրների մեջ։ Արդյոք այս
համաշխարհային գլոբալիզացիայի խնդիրները, լիբերալիզմի խնդիրները, նրա համար է, որ հայը հիշի, որ Հայաստանի Հանրապետությունն է իր պետությունը ու վերադառնա այստեղ, ձևավորվի այստեղ ու հզորացնի այս պետությունը, որովհետև sense թե նենց մենք դրսում մենք լինելու ենք երկրորդական մարդ։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար եւ վերջին այս հատվածը երևի թե կդառնա մյուս մեր զրույցի սկիզբը, երբ դուք ասում եք ամենամեծ կապիտալ, ամենաթանկ կապիտալը Հայաստանի մարդն է, դա միայն դուք չեք ասում, այո, իսկապես շատերն են ասում, բայց արդյոք մենք կարողանում ենք արժևորել այդ կապիտալը, ճիշտ աշխատել այդ կապիտալի հետ եւ բավարարել, որպեսզի այդ կապիտալը կարողանա զարգանա իր հայրենի հողում։ Ես պարզապես մեկ օրինակ կբերեմ, մեկ հարցազրույց էի վարում եւ այստեղ ես այս օրինակը մեկ անգամ եւս բերել եմ, որտեղ շատ ուժեղ տպավորվել եմ, մոտ 10-15 տարի առաջ հարցազրույց էր մեկ մարդու հետ, ով Նյու Յորքում էր աշխատում եւ ինքը վաճառում էր նկարներ է վաճառում, գեղարվեստական նկարներ, հա, գեղագիտական այս ոլորտում էր աշխատում, արվեստի ոլորտում էր աշխատում եւ գալիս էր մեր գյուղերը։ Ես հարցնում եմ, ասում եմ, ինչու է էլի գալիս մեր գյուղերից վերցնում այդ նկարիչների նկարները։ Նա ասում է, արդյոք նույն Նյու Յորքում չկան հայեր, որոնք նկարում են։ Ասում է, կա, շատ կան։ Ասում է, բայց այն գույները, այն էմոցիան, որը կա այստեղ իր հողին վրա աշխատող ստեղծագործողի մոտ, չկա այնտեղ, ոնց որ ծաղիկը հողում է աճում եւ ծաղիկը, ասենք, ամանի մեջ կամ չգիտեմ, ապակյա գեղեցիկ, շատ գեղեցիկ, ինչ որ ամանի մեջ է։ Այնպես որ հողի վրա պետք է մնա այն կապիտալը եւ ինչ անել, ինչպես արժևորել այդ կապիտալը։ Համաձայն եք։ Իհարկե, դա այդ թեման շատ խոր բացել է Կարլ Յասպերսը, գերմանացի փիլիսոփան, որը երկրորդ համաշխարհից հետո փորձեց օգնել, որ Գերմանիան ձևավորվի, եւ Կոնստանտ Զորյանը, որը հենց Հայաստանում է բացում այդ գաղափարախոսությունը, որ քաղաքակրթությունը հայկական կարող է ձևավորվի մենակ Արարատակենտրոն լինելով։ Դու չես կարա Սփյուռքից մտածել, խոսել հայկական գաղափարախոսության մասին, եթե դու կապ չունես Հայաստանի Հանրապետության հետ, դա ես իմ կաշվի վրա եմ զգացել, ու մինչև մենք չհասկանանք, սա ոչ մի բան չի փոխվի։ Հողի եւ ծաղկամանի հարցը մյուս անգամ կսկսենք այս թեմայից։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ սոցիոլոգիական գիտությունների տեխնացու Հայկ Տրունյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։